Աստված օրհնի ամենքիդ, սիրելիներ, խորհուրդ կտամ, որպեսզի ուշադիր լսեք, թե ինչ է ասում Սուրբ Պողոս առաքյալը։ Կորինթացիներին ուղղված իր երկրորդ նամակի մեջ Սուրբ առաքյալը գրում է, որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ, գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները հավիտենական։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինչ է ասում։ Ասում է, թե նախ փնտրեք երկնքի արքայությունը։ Մեր տիեզերական վարդապետ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետը հրաշալի ձևով է մեկնում այս խոսքերը։ Ասում է, որ շատերը պիտի հարցնեն, թե ինչպես մեր ուշադրությունը չկենտրոնացնենք տեսանելի բաների վրա և մեր ամբողջ ուշադրությունն ուղղենք անտեսանելի բաների վրա։ Խոսքի սկիզբը հիշենք, որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ, գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը գեղեցիկ օրինակ է բերում, որովհետև մենք տկարներս չենք կարողանում առանց առականման խոսքերի հասկանանք ճշմարտությունը։ Դրա համար Սուրբ Հովհան Ոսկեբերանը ամենապարզ ձևով մատուցում է մեզ այս խոսքերի իմաստը։ Պատկերացրեք մի առևտրական, ով ունի շատ ապրանք և պիտի տանի ծովի մյուս կողմը, որպեսզի վաճառի։ Ինչ է նա մտածում։ Նա հույս ունի, որ պիտի հասնի այնտեղ և պիտի հարստանա ապրանքը վաճառելով։ Այսինքն դեռևս չունենալով տեսանելին, իր ուշադրությունը կենտրոնացնում է անտեսանելիի վրա, ապագայի վրա, հստակ հասկանալով, որ չարչարանքների միջով պիտի անցնի, և այսպես ճանապարհ է ընկնում։ Ճանապարհին նրան կարող են հանդիպել ծովահեններ, փոթորիկներ կարող են լինել, տարբեր տեսակի դժվարություններ։ Բայց նորից կենտրոնանալով կարևորի վրա, որ այս ամենի միջով պիտի անցնեմ և վարձը մեծ է լինելու, չի տրտնջում, ետ չի դառնում, այլ շարունակում է իր ճանապարհը, որպեսզի հասնի նավահանգիստ և վաճառի իր ապրանքը։ Եվ երբ արդեն հասնում է նավահանգիստ, երբ վաճառում է և հարստանում է, արդեն ուրախությամբ է հիշում իր անցած ճանապարհը, և այն վարձը, որը վաստակում է, ավելին է լինում, քան չարչարանքները, որ կրեց։ Կամ հողագործը, ինչու է հողագործը մշակում հողը, ինչու է սերմ ցանում, միթե նա տեսնում է արդեն իսկ արդյունքը։ Չի տեսնում, բայց ուշադրությունը նրա հույսը հենց այդ արդյունքի վրա է, որ եթե ես այս չարչարանքը կրեմ, հողը մշակեմ, վարեմ, ցանեմ, ջրեմ, խնամեմ, հետո պիտի արդյունքը տեսնեմ, հետո պիտի բերք տա, և շատ ժամանակ բերքն ավելին է լինում, քան չարչարանքը։ Բերքից ստացած շահույթը ավելի մեծ է լինում, քան այդ չարչարանքը, և հողագործն ուրախանում է, որովհետև հարստացավ իր չարչարանքով, որովհետև այն, ինչ որ արել էր, ոչ միայն իր չարչարանքի համեմատ ստացավ, այլ դեռ ավելին։ Եվ եթե այսպիսի աշխարհիկ բաների մեջ մարդիկ իմանալով հանդերձ, որ դժվարությունների միջով պիտի անցնեն, որպեսզի ապագայում արդյունք ունենան, վարձ ունենան, հույսով սկսում են անցնել այդ դժվարությունների միջով, ապա քրիստոնյաներս, ովքեր խոստում ունեն Աստծուց, ովքեր Սուրբ Պողոս առաքյալի այս խոսքն են լսել, որ մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ, գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար, մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա։ Այսինքն չպիտի նայենք այսօրվա դժվարություններին։ Ընդ որում Սուրբ Հայրապետը ասում է, որ այս օրինակների մեջ հնարավոր է, որ նավը խորտակվի, հնարավոր է, որ ընթացքում ապրանքը փչանա, հնարավոր է, որ եղանակը բարենպաստ չլինի,
եւ բերքը փչանա, կարկուտ գա եւ ջարդի ամեն բան։ Բայց մեր դեպքում այդ ամենը անհնար է, եթե ապավինենք Աստծուն, եթե հավատանք Աստծո խոսքին, որովհետեւ մեր փրկությունը կախված չէ ոչ եղանակից, ոչ ծովից, ոչ ծովահեններից, այսպիսի ոչ մի բանից կախված չէ մեր փրկությունը, այլ միայն Աստծուց է կախված։ Եվ եթե մենք հավատանք Տիրոջը, եթե հնազանդվենք Նրան եւ նեղությունների մեջ չբողոքենք, չտրտնջանք, Աստծո դեմ չխոսենք, այլ հավատարիմ մնանք եւ ապաշխարությամբ քայլենք Աստծո առջև, ապա մեր փրկությունը չի վերցրվի մեզանից։ Չպիտի նայենք, որ դժվար է, մեզ կհալածեն, կնախատեն, չարչարանքների միջով կանցնենք, չնայած որ այսօր որևէ մեկ այդպիսի չարչարանքների մեջ չի ապրում։ Այո, կենցաղային շատ տարբեր դժվարություններ կան, բայց Աստծո ընտրյալ սրբերի նման չենք չարչարվում։ Բայց նույնիսկ այս բարենպաստ պայմաններում շատերս տրտնջում ենք, որովհետև մեր ուշադրությունը չենք կենտրոնացնում անտեսանելիի վրա։ Սուրբ Պողոս առաքյալը պարծենում էր իր չարչարանքներով, նեղությունների մեջ լինելը պարծանք էր համարում։ Սա ոչ թե վատ հպարտության մասին է խոսքը, ոչ։ Նրա համար ուրախություն էր դա։ Հռոմեացիներին ուղված նամակի 5-րդ գլխում կարդում ենք. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Լսեցիք, հույսը երբեք չի ամաչեցնում, այսինքն, եթե աշխարհիկ մարդիկ աշխարհիկ բաների համար ամեն ջանք գործադրում են, հույս ունենալով, որ պիտի հասնեն արդյունքին, որ դեռ մի բան էլ իրենց չարչարանքներից շատ վաստակ պիտի ունենան, ուրեմն քրիստոնյան ինչպես կարող է չհավատալ իր Տիրոջը, ինչպես կարող ենք չհավատալ Սուրբ առաքյալներին, մեր Սուրբ հայրերին, ովքեր հստակ խրատում են, որ այս դարի չարչարանք, այս աշխարհի չարչարանքը, տեսանելին, որը հիմա տեսնում ենք, դա չէ կարևոր, այլ անտեսանելին, որին հույսով պիտի սպասենք եւ գնանք այդ ճանապարհով, տարբեր նեղությունների միջով, ինչպես Տերը ասաց, նեղ է եւ փշոտ այդ ճանապարհը, որ դեպի փրկություն է տանում։ Չէ որ նեղությունների մեջ, ըստ Պողոս առաքյալի, համբերություն ենք ձեռք բերում։ Համբերությամբ փորձառություն, փորձառությամբ հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում։ Իհարկե, եթե մեր հույսն Աստված է, իհարկե, եթե մենք ապավինում ենք մեր Տիրոջը, եւ Սուրբ Պողոս առաքյալը նորից ասում է, որովհետեւ մինչ անկարող էինք, Քրիստոսը ճիշտ ժամանակին մեզ մեղավորներիս համար մեռավ։ Ուրեմն, եթե մեզ մեղավորներիս համար Տերը մարդացավ եւ մահ ճաշակեց, հարություն առավ եւ մեզ էլ պիտի հարություն տա, ինչու ենք թերահավատորեն մոտենում մեր Տիրոջ խոսքերին, ինչու ենք վախենում դժվարություններից, ինչու ենք ընդհանրապես վախով ապրում։ Մենք պիտի լցված լինենք միայն Աստվածային Սուրբ Երկյուղով, որպեսզի ապրենք Տիրոջ պատվիրաններով, Տիրոջ խոսքով, եւ հայրերը ասում են, որ նա ով Աստծուց է վախենում, եւ ոչ թե բնազդաբար, այլ հենց այդ Սուրբ Երկյուղով, երբեք ինչ որ բանից չի վախենա, բայց մենք վախենում ենք, որովհետեւ չունենք այդ Սուրբ Երկյուղը, որովհետեւ ապագային չենք նայում, մեր հավիտենականությանը չենք նայում, չենք փափագում այդ հավիտենականությունն այնպես, որ այսօրվա խնդիրները մեզ համար ոչինչ թվան։ Ինչպես Սուրբ հայրերն են ասում, որ եթե իմանայիք, թե ինչ երանություն է սպասվում Աստծո հետ երկնային արքայության մեջ, ապա եթե մի սենյակում լինեիք եւ ձեր ամբողջ կյանքում որդերը կրծեին ձեր մարմինը, անգամ այդ ժամանակ չէիք բողոքի։ Բայց մենք տկար, գետնին կպած աշխարհիկ մարդիկ ենք,
Այդ պատճառով շատ անգամներ թողնում ենք ճշմարիտ ճանապարհը եւ վազում լայն ճանապարհով։ Միանում ենք աղանդներին, սիրում ենք ցոփ ու շվայտ կյանքը, սիրում ենք հեթանոսական կենցաղը, սիրում ենք ոսկին ու արծաթը, սիրում ենք դրամը, սիրում ենք հաճույքներն ու մնացած այն բաները, որոնք ապագա երանության հետ կապ չունեն, ընդհակառակը կապ ունեն ապագա դատապարտության հետ, հավիտենական դատապարտության հետ։ Իսկ երբ Սուրբ Պողոս առաքյալի ասացի նման մեր ուշադրությունը կենտրոնացնենք սպասվող վարձին, որը մեր գործերի համեմատ չի լինելու, որովհետև ոչինչ չունենք արած Տիրոջ առջև, մենք պիտի հասկանանք, որ մենք մերկացած ենք բարի գործերից։ Մենք պիտի հասկանանք, որ Աստված իր շնորհով է մեզ փրկում։ Այո, մենք պիտի բարի գործեր անենք, հավատի գործեր պիտի անենք, որովհետև հավատն առանց գործերի մեռած է, ինչպես Սուրբ առաքյալն է ասում։ Բայց մենք տկարներս ըստ մեր արած գործերի չէ, որ պիտի ստանանք, որովհետև եթե ըստ մեր գործերի ստանանք, երբեք ու երբեք չենք արդարանալու։ Բայց Տերն է մեզ արդարացնողը։ Տերն է իր խոստմամբ բոլոր ապաշխարողներին կանչում իր մոտ։ Այսպիսով սիրելիներ, նայենք ապագային, այն ապագային, որը պիտի հավիտենական լինի։ Եվ այսօրվա ժամանակավոր նեղությունները թող մեզ չկանգնեցնեն մեր ճանապարհի վրա։ Երբեք հետ չդառնանք, երբեք հետ չնայենք եւ չնմանվենք Ղովտի կնոջը, ով նայեց դեպի մեղքի աշխարհը եւ քարացավ։ Ընթանանք ճշմարտության ճանապարհով, ընթանանք պատվիրանապահության ճանապարհով, ապավինելով մեր Տեր Աստծուն եւ իմանալով, որ եթե ապաշխարենք, եթե խոստովանենք մեր մեղքերը, եթե ամեն բան անենք, որ ուղղվենք, եթե ապրենք Աստծո պատվիրաններով, եթե սիրենք այդ պատվիրանները, սիրենք եկեղեցին, սիրենք եկեղեցու ամեն բանը, որն Աստված մեզ տվեց այստեղ, ապա Աստված մեզ կփրկի, որովհետև այն ինչ տվել է Աստված, դրանք նախօրինակներ են։ Եվ եթե այստեղ մենք չենք գնահատում մեր եկեղեցին, որը երկնքի արքայության օրինակն է երկրի վրա, եւ ոչ միայն օրինակ է, այլ սուրբ պատարագներով, ինչպես ասում են սուրբ հայրերը, եկեղեցին դառնում է երկինք, ամբողջ երկնքի արքայությունը ներկա է եկեղեցում։ Եթե այստեղ մենք չենք գնահատում այն ամեն ինչ, որ Աստված տվել է մեզ, ապա ինչպես կարող ենք մտնել երկնքի արքայություն։ Եթե այստեղ այսպիսին ենք, ուրեմն այնտեղ առավել եւս չենք գնահատելու եւ չենք սիրելու։ Դրա համար էլ չենք մտնի, եթե այստեղ արհամարենք այն ամենը, ինչ Աստծուց տրվել է մեզ, մեր եկեղեցին եւ մեր սուրբ ժառանգությունը։ Հավատարիմ մնանք մեր Տիրոջը, հավատարիմ մնանք մեր առաքելահիմն սուրբ ուղղափառ եկեղեցուն եւ պահենք մեր ժառանգությունը սրբությամբ, որպեսզի չլինի թե եւ այստեղ կորցնենք եւ հավիտենական կյանքում։